դուք շարունակում եք պահանջել այն, ինչ որ 8-րդ գումարման ազգային ժողովում։ Մենք ազգային ժողով գալով հայտարարել ենք, որ հիմնական օրակարգը շարունակում է լինել այս իշխանությունների հեռացում եւ ազգային ժողովում դիտարկում ենք ընդհանրապես հերթական հնարավորությունը հարթակը մեր դիրքորոշումները հնչեցնելու համար։ Այսինքն շատ մեծ ակնկալիքներ բնականաբար չկան, բայց սա կրկնում եմ հերթական հնարավորությունն է մեր դիրքորոշումները հնչեցնելու համար մարդկանց հետ կոմունիկացվելու տեսանկյունից։ Ըստ էության դուք ղեկավարելու եք Հայաստան խմբակցությունը ազգային ժողովում, արդյոք դժվարություններ ամեն դեպքում պատասխանատվություն չկա։ Մեծ պատասխանատվություն է, դժվարություններ հավանաբար կլինեն, բայց կարծում եմ պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի, որովհետև պատկերացնում ենք ինչ ենք ուզում ստանալ, առաջիկայում ինչ ենք պատկերացնում։ Եվ Տիկին Գրիգորյան, ուժեղ Հայաստան խմբակցության հետ քննարկումներ լինելու են, չեն լինելու ձեր կոմունիկացիաները, համագործակցությունները ինչ որ հարցերի շուրջ եւ արդյոք իշխանության հետ որևէ, այսպես ասած, կգնաք ինչ որ բանի, եթե դա ինչ որ օրենքներ են կամ իշահ երկրի։ Մենք ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության հետ բնականաբար գործընկերային հարաբերությունների մեջ ենք եւ ցանկացած հարցի առումով պատրաստ ենք տարբեր քննարկումների ու բնական է, որ դա այդպես էլ պետք է լինի, երկու ընդդիմադիր ուժեր են դրական տրամադրված միմյանց նկատմամբ, ինչ վերաբերում է իշխանությունների, դա առանձին որպես այդպեսին չենք էլ դիտարկում, որովհետեւ մեր խնդիրը ժողովրդի հետ կոմունիկացնելն է, ժողովրդի խնդիրները բարձրաձայնել, դրանց լուծումները առաջարկելն է։ Այսինքն այդպես առանձին հավանաբար ինչ որ սեպարատ պայմանավորվածությունների մասն է խոսքը, որը բնականաբար չի կարող լինել։ Չարցելի խմբակցության ինչ քննարկում էր ուժեղ Հայաստան։ Դե առաջին օրն էր, մեծ հաշվով առաջին օրն էր ազգային ժողովում, մի քանի դիրքորոշումների ուղղակի հստակեցումներ տեղի ունեցան Հայաստան Դաշնքի ուժեղ Հայաստանի, մենք բնականաբար գործընկեր խորհրդարանական խմբակցություններ ենք, բայց դա չի նշանակում, որ իդենտիկ նույն դիրքորոշումներն ունենք, ուղղակի առաջին աշխատանքային օրն էր, փորձեցին կարճ քննարկում ունենալ, բայց ես տեսնում եմ Իհարկե ուղղակի վեհապարի հետ կապված ուժեղ Հայաստանն ասում է, որ կանոնակարգի խախտում է, վեհապարի չհրավիրել է եւ նրա ելույթ չունենալը։ Դուք սա ինչպես եք գնահատում։ Սա գնահատում եմ այն ամենի համատեքստում, ինչ անում է իշխանությունը, մասնավորապես իր նախընտրական ծրագրում ամրագրել էր կաթողիկոսի հրաժարականի, այսինքն հեռացման խնդիրը եւ հետեւաբար նաեւ տրամաբանական էր, որ այսօր իրենք չէին կարող հրավիրել ամենայն հայոց կաթողիկոսին, բայց կրկնում եմ, սա աննախադեպ իրավիճակ է, որովհետեւ օրհնություն մեծ հաշվով խորհրդարանը չի ստացել վեհապարի կողմից, իսկ երկու խմբակցություններն էլ երեկոյան կգնան կաթողիկոսի մոտ օրհնությունը ստանալու։ Երբ եք գնալու։ Այսօր երեկոյան։ Մայրաթոր Մայրաթոր կգնանք, այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։